Միաժամանակ շարունակվում է աշխարհի հայության բողոքի ալիքը հունգարա-ադրբեջանական խայտարագործարքի դեմ բողոքի հուժկու երթ է կազմակերպվել Մոսկվայում։ Ռուսաստանի հայերը ամոթ Հունգարիա, Հունգարիա գումարած Ադրբեջան հավասարեկացնային դիվանագիտություն գրությամբ պաստառներ պարզած իրենց բողոքն են արտահայտել Մոսկվայում Հունգարիայի դեսպանատան առջև։ Հավաքվածները կազմակերպել են նաև խորհրդանշական դրամահավաք՝ ի նշան այն ենթադրյալ գումարի, որը և ստիպել էր հունգար ղեկավարներին ընդունել մարդասպանին փաստացի ազատ արձակելու որոշումը։ Իմ գործընկեր Աշոտ Մնացականյանի ռեպորտաժը Մոսկվայից։ Արտոնվածից մի քանի անգամ ավելի մարդ էր հավաքվել Մոսկվայում Հունգարիայի դեսպանության առջև իր բողոքն արտահայտելու հունգար կառավարության իրականացրած գործողության դեմ։ Այդ ծախված քաղաքականությունը ամեն դեպքում լավ բանի չի հանգեցնի, նույնիսկ Եվրոպան է երես թեքել նրանցից։ Պիկետի ընթացքում հավաքվածները կազմակերպեցին խորհրդանշական դրամահավաք, որի ընթացքում հանգանակեցին Հունգարիայի կառավարության համար որոշակի գումար, ի նշան այն ենթադրյալ գումարի, որը և ստիպել էր հունգար ղեկավարներին ընդունել մարդասպանին փաստացի ազատություն շնորհելու որոշումը։ Դեսպանատան անվտանգությունն ապահովող տասնյակ ոստիկաններին հաճելիորեն զարմացրել էր բողոքի հանրահավաքի նման կազմակերպված ու խաղաղ ընթացքը։ Այսօր հայ երիտասարդության ու ռուսաստանյան հասարակության ներկայացուցիչները եկել են Հունգարիայի դեսպանատան մոտ, որպեսզի արտահայտեն իրենց բողոքն ու արդարություն պահանջեն։ Կան միջազգային իրավունքի նորմեր, որոնց համաձայն հանցագործը պետք է վերահանձնվի Հունգարիա։ Ամոթ Հունգարիա, Հունգարիա գումարած Ադրբեջան հավասարեկացնային դիվանագիտություն, ոչ կոռուպցիային և ֆաշիզմին գրվածքներով, պաստառներով էին իրենց բողոքն արտահայտում հավաքվածները դեսպանատան պարիսպի մոտ։ Որպես պատասխան հավաքվածների պահանջին Հունգարիայի դեսպան Իշտվան Իդյարտն անձամբ ընդունեց պիկետին մասնակցող Ռուսաստանի հայերի միության նախագահին։ Արա Աբրամյանի հանդիպումը հունգար դեսպանի հետ տևեց մոտ 1 ժամ։ Ես բացատրեցի, որ այսօր ամբողջ աշխարհի հայության անվտանգության խնդիրն է եւ մեր պարտականությունն է, որ ապահովենք անվտանգությունը ամբողջ աշխարհով, ոչ միայն Հայաստանի հայությանը, եւ դրանից ելնելով մենք պետք է ձեռնարկենք կոնկրետ քայլեր։ Եթե մենք այդ կոնկրետ քայլերը այսօր չձեռնարկենք, կարող է վաղը մեր համար ուշ լինել։ Ռուսաստանի հայերի անունից Հունգարիայի իշխանություններին ուղղված պաշտոնական նամակում ձևակերպված պահանջները հանգում էին առ այն, որ Հունգարիան պետք է նախևառաջ հանդես գա Ադրբեջանին ուղղված պահանջով վերադարձնել մարդասպանին Հունգարիա պատիժը կրելու նպատակով, հետո իսկ պաշտոնական Բուդապեշտից պահանջվում է նաև Հունգարիայում հավատարմագրված դեսպանների ներկայությամբ պարզաբանել, թե ինչ հանգամանքներից ելնելով է հունգարական կողմը որոշում կայացրել վերադարձնել մարդասպանին հայրենիք։ Դեսպանը իհարկե շատ ցավում է դեպքի համար, ինքը իրեն համարում է հայ ժողովրդի բարեկամը, ինքը եղել է Հայաստանում, բացատրեց, որ ոչ մի դեպքում հունգար ժողովուրդը չէր ուզենա այսպիսի քայլ լինել, իհարկե իրանք չէին պատկերացնում, որ Ալիևը իրանք խաբեր, իրանք չէին պատկերացնում, որ Ալիևը գերոսացներ, իհարկե իրանք փոշմանում են։ Բողոքի ակցիան Մոսկվայում Հունգարիայի դեսպանության առջև առաջինն էր զանգվածային միջոցառումների շարքում, որոնք կազմակերպվելու են Ռուսաստանի հայերի միության կողմից Հունգարիայի կառավարության ադրբեջանցի մարդասպանին ազատ արձակելու որոշմանն ի պատասխան։ Աշոտ Մնացականյան, Առաջին լրատվական, Մոսկվա։